2025-ը պատմական եւ շրջադարձային էր առողջապահական համակարգի համար, նախարարի գնահատականն է։ Հիմնավորում է դեկտեմբերին ընդունվեց առողջության համընդհանուր ապահովագրության օրենսդրական փաթեթը, հունվարի 1-ից էլ համակարգը գործարկվեց։ Սա է այն գրագետ, ծախսարդյունավետ, կանխարգելիչ եւ առողջության պահպանմանը միտված համակարգը, որը մեր բոլորին ամբողջ ժողովրդին պիտի ընդգրկի, երբ որ ուրեմն երրորդ տարում լինենք ներդրման։ Նախարարը տեղեկացրեց, նախորդ տարի պետական պատվերի ծավալները էականորեն աճել են։ Մենք շարունակել ենք զուգահեռ ապահովագրական համակարգի ներդրման աշխատանքների, նաև պետական պատվերով ընդլայնել մեր քաղաքացիների համար հնարավորությունները։ Արդյոք առողջության ապահովագրության շրջանակներում կլինի հերթագրման սկզբունքի կիրառում, նախարարը պատասխանեց. Գուցե, ապահովագրությունը հասանելիություն է բժշկական ծառայությանը ըստ անհրաժեշտության եւ ըստ կարիքի ճիշտ տրիաժավորման։ Այո, կլինեն ծառայություններ, որոնք գուցե հերթագրման անցնենք, դեռ առաջի ամսի մեր արդյունքները մեզ այսպես լավատեսություն են ներշնչում, որ այդ հերթագրումները չպիտի որ երկար լինեն։ Հիմա կտեսնենք փետրվար, մարտը, որովհետև հունվարը նաև որոշակի առումով սպეციფիկ է հանգստյան օրերի առումով, ձնառատ է եղել եւ այլն եւ այլն։ Առաջին եռամսյա ամփոփելով մենք իհարկե կանխատեսումները մեր շատ ավելի ճշգրիտ կլինեն։ Քաղաքացիները ունեն տարիների, տասնամյակների կուտակված կարիքներ։ Այդ առումով դիմելիությունը աճում է, ըստ Ավանեսյանի ռիսկերը կառավարելի են։ Մենք ունենք բավական գործիքակազմ ճիշտ այս արձանագրումները անելու եւ միջոցներ ձեռնարկելու եւ կարծում եմ սահուն կերպով շարունակելու ենք։ Հայաստանում ապահովագրության շրջանակներում բուժօգնությունը անվճար չէ, անվճար ոչինչ չի լինում, նշեց նախարարը, հավելելով պետությունը հստակ ծառայությունների համար ունի ապահովագրական փաթեթ փոխհատուցման գներով։ Ծառայությունների գերաճնշող մասով քաղաքացին այդ ծառայությունը ստանալուց որևէ հավելյալ վճար չի անում, այսինքն իր փոխարեն ամբողջությամբ վճարում է ապահովագրական հիմնադրամը։ Արդյոք կան վճարովի պալատներ մեր բժշկական կենտրոններում։ Այո, կան եւ շարունակելու են լինել, եւ այստեղ էլ, եթե որևէ կոնկրետ բժշկական կենտրոնում սպառվել են մահճակալային ֆոնդը, որը որ ըստ էության VIP պալատ չի կամ առանձնացված խնամքով պալատ չի, այնտեղ էլ շատ հստակ տարանջատված են։ Այո, քաղաքացի պիտի հավելյալ դրա վրա համար վճարի։ Խոսելով 2025-ի աշխատանքների մասին, նախարարը տեղեկացրեց. սկսվեցին ամբուլատոր օղակի շինարարական աշխատանքները, ըստ Ավանեսյանի դրանք որակական փոփոխություն են բերելու։ Առաջին փուլով 29 ամբուլատորիաների շինարարությունները տարբեր փուլերում են գտնվում եւ 26 թվականին մենք արդեն սկսելու ենք դրանցից առաջինները երկրորդ եռամսյակից հանձնել շահագործման։ Փոխվել է մարզային պոլիկլինիկաների կոնցեպտը, իրականացված փորձաքննությունների արդյունքում որոշվել է մարզային պոլիկլինիկաներից 2-ը վերակառուցել, իսկ մյուս մարզերում կառուցել նոր շենքեր։ Որովհետև ինչքան էլ ներդնենք, փորձենք այդ հին շենքերից ստանալ նոր կոնցեպտին համարժեք միջավայր, դա շատ կամ թանկ է նստում, կամ գուցե եւ հնարավոր չէ։ Այս պատճառով է, որ մենք Վանաձորում, ուրեմն եւ այլ քաղաքներում, Գավառում, Գորիսում եւ լրացնեմ, որ հասկանալով նաեւ մեր բժշկական կենտրոնների աճող ծառայությունների ծավալը, որոշել ենք, որ օրինակ Գորիսի օրինակով մենք պիտի մտածենք բժշկական կենտրոնի ընդլայնման մասին։ Եվ նախագծեցինք ուրեմն տիպարային պոլիկլինիկայի մինչև 25,000 եւ մինչև 50,000 սպասարկման համար շատ ժամանակակից նախագիծ եւ այս առաջիկայում այս նախագծերն էլ արդեն կսկսենք իրագործել։ Նախորդ տարի գործարկվեց լիցենզավորման հնգամյա շրջափուլ։ Բոլոր կենտրոնները պարտավոր են իրենց ենթակառուցվածքներն ու որակի նկատմամբ պահանջները պարբերաբար վերանայել եւ համապատասխանեցնել ժամանակակից ստանդարտներին։ Ըստ նախարարի կային բժշկական կենտրոններ, որտեղ ծառայությունները վերջին անգամ 2000-ականների սկզբին էին լիցենզավորվել։ Հաջորդ կարևորագույն մեր ներդրումը որակի բարելավման դա մասնագետների լիցենզավորման համակարգն է, որը անցյալ տարի արդեն մտավ ուժի մեջ եւ մենք առաջին փուլով մոտ 1000 կլինիկական օրդինատորների եւ ռեզիդենտների լիցենզավորեցինք։ Այս տարի կսկսվի մասնագետների լիցենզավորման գործընթացը։
Նախորդ տարի բժշկական կենտրոններում ներդրվեց լաբորատոր համակարգի ներքին որակի վերահսկման պահանջ։ Բոլոր լաբորատորիաները գնահատվեցին եւ բաց թողումները ուրեմն ամրագրվելով, ուղղելով կարող ենք ասել, որ այս համակարգում էլ բավական մեծ քայլ են արել առաջ եւ իհարկե կենտրոնների նորից բժշկական կենտրոնների որակի մասնագետների պարտադիր պահանջը, ովքեր պիտի պատասխանատու լինեն նախ փաստելու որտեղ ենք եւ անընդհատ բարելավման սկզբունքով ապահովենք, որ մեր ծառայությունների որակը պիտի բարձրանա։ 2025-ի տվյալը դեռ չկա, իսկ 2024 թվականի արդյունքներով Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78.6, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։ Նախարարը ներկայացրեց նաև մայրական մահացության ցուցանիշը։ Ունեցել ենք 1 դեպք կորուստ եւ սա էլ չլսված ցուցանիշ է եւ մենք պիտի մեր ջանքերը շարունակենք կենտրոնացնել ապահովելու այս դրական իրավիճակի պահպանումը։ Աշխատանքներ են տարվում մանկական մահացության ցուցանիշը նվազեցնելու ուղղությամբ։ Նախարարի խոսքով անհրաժեշտ է կրթական աշխատանքներ իրականացնել ծնողների հետ։ Կենցաղում անվտանգության կանոնների պահպանումը ճակատագրական է երեխաների համար։ Լիանա Խաչատուրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։